Տոնական այսօրով այստեղ է գտնվում, ինչպիսի զգացողություններ է պատմական այս վայրում։ Տոնական, հաղթական, նայելով իհարկե միայն տոնական, բարձր տրամադրություն։ Օրեր առաջ հայտարարեցին երեկ հենց, որ իբրև թե ընտրակաշառքի բաժանելու կասկածանքով քննչական կոմիտեն մի քանի ԲՀԿ-ականներին է վերբակալել։ Ինչքանով է համապատասխանում իրականության այս։ Դա իհարկե իրականությանը չի համապատասխանում, այսի բան չի կարող լինել, դա բացառված է, շինց ու գործ է, իմ թիմակիցները բոլորն էլ դա գիտեն։ Սարկած գործ է, այդքան բան։ Պարոն Ծառուկյան, չեն նաև խուսափում մականունով դիմելուց, առանց անուններ տալու մականուններով են խոսում։ Ինչպես է արձագանքում առհասարակ այդ ոճին այդ տերմիններին։ Ես կարող եմ ասել, որ ցանկացած երևացող աշխուժ մարդ միշտ էլ մականուններ ունեն։ Այն մարդիկ, որ իրենց բան չեն, մականուն չունեն։ Ավելավա մականուն ասք, հասնե ծածկանուն ունած։ Ասեմ բոլորի համար, մեկ էլ մի բան ավելացնեմ, իմ մականունի հետ կապված, որ աշխուժ ուժեղ երիտասարդ եմ եղել, իմանալու համար ով է այս երիտասարդը, Դոդենց Գագոն, Դոդի Գագոն, որ իմ ցեղում մարդիկ Դոդի ամաններով են հաց կերել, որ իմանան ով է այս երիտասարդը, բայց իմ հիմնական, որ ինձ ասում են բոլորը 100%, դե թող ասում են թագավոր, այսքի չեն ասում, այլ թե որ ասում են Դոդենց Գագոն, դա ինչ ասենք, թե իմ տոմը ես ասեմ ցեղի մեջ մեծ ամանները, որ կոչվել են Դոդի ամաներ, դրանով են ճաշել, ճանաչել համար այս երիտասարդովա Դոդենց Գագոնա, Դոդի Գագոնա, ինչ կա դրա մեջ, որ մարդիկ իրենք իմանալով ինչ-որ քայլ են կատարում։ Պարոն Ծառուկյան, նաև լեգենդար դարձավ ձեր առավել լեգենդար դարձավ ձեր ворցառյուծը, բերեն այսպես ворցառյուծից են խոսում, ինչպես է զգում իրեն այսքան խոսալուց հետո։ Ворցառյուծը շատ հպարտ, հանգիստ, իր համար վայելում է իր հանգիստը, նա երբեք ու երբեք մարդ մինչև չբզբզի, ոչ մի բան իր տեղը հանգիստ, պարկեշ նստած է, և որևէ մեկին վնաս չի ներկայացնում, ծանրակշիռ, սա հիմնական, որ միշտ ուժեղ մարդը հանգիստ է լինում, մինչև չբզբզես, նա երբեք ու երբեք քայլ չի կատարում, հենց որ շատ հանգիստ, գեղեցիկ, իր վայելքն է վայելում ինքը։ Շնորհակալություն։